Այս վիրահատարանում աշխատում են ռոբոտն ու մարդը։ Տվյալ տարբերակով մենք կարողանում ենք նյարդանոթային խցեր ավելի լավ պահպանել։ Մի րոպե են արի, բայց մի րոպե։ Բաղացես։ Քաղցկեղի պատճառով շագանակագեղձի արմատական հեռացում է կատարվում։ Ռոբոտային տեխնոլոգիան օգնում է պահպանել նյարդերն ու անոթները, ինչի շնորհիվ վիրահատությունից հետո ավելի արագ են վերականգնվում բնական ֆունկցիաները։ Այս տարբերակով միջամտությունն առավել հստակ ու ճշգրիտ է։ Ռոբոտի ձեռքը նույնքան ճկուն է, որքան մարդունը։ Մինչ այդ լապարասկոպիկ գործիքները աշխատում են երկու հատության մեջ՝ վերև-ներքև եւ ձախ ու աջ։ Հիմա մենք կարողանում ենք հատությունը փոխել, քանի որ ռոբոտի ձեռքերը ունի 7 հոդավորում, մենք կարողանում ենք բոլոր անկյունները, որ մեզ պետքա, ստանալ։ Ռոբոտն ինքնուրույն ոչինչ չի որոշում, միայն կատարում է վիրաբույժի հրահանգները։ Բժիշկը դադարեցնում է գործողությունը, կանգ է առնում նաև ռոբոտը։ Վիրահատության պատրաստվող բուժառուներին ռոբոտը պատահում է լրացուցիչ վստահություն է հաղորդում, լինում է նաև հակառակը։ Որոշ պացիենտներ, որոշ բուժառումներ կան, որոնք արդեն տեղեկացված են ինչ է նշանակում ռոբոտիկ վիրահատությունը։ Մյուսներին պետք է որոշակի լուսավորչական աշխատանքներ կատարել, քանի որ իրենք մտածում են, որ ռոբոտը ավտոնոմ գործիք է, այսինքն առանց իմ շարժման կարողանում է շարժումներ կատարել։ Առողջապահության նախարարը տեղում ծանոթանում է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին։ Իրավության շրջանակն ընդլայնվում է ու ուրախ եմ, որ նաև մոդել չենք սահմանափակվի մենակ օրոլոգիական, գինեկոլոգիական, այլ նաև տեսնենք հնարավորինս մաքսիմալ օգտագործման հնարավորությունները իրացնենք։ Հայաստանում սա դեռ առաջին քայլերից է, բայց բժշկության մեջ տեխնոլոգիան արդեն լայն տարածում ունի։ Էրեբունի բժշկական կենտրոնը արդեն երրորդ ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնն է եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր առաջատար կլինիկաները շատ մեծ տեմպով համալրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Ռոբոտիկ վիրաբուժությունը իհարկե ինչ-որ առումով նաեւ սիմվոլիկ է։ Դա ըստ նախարարի վկայում է, որ Հայաստանը համընթաց է շարժվում վերջին զարգացումներին ու ձեռքբերումներին, ընդ որում ոչ միայն ռոբոտային վիրաբուժության ոլորտում։ Բուժկենտրոնները հագեցվում են նորագույն սարքավորումներով ու մեր երկիր բերում աշխարհում կիրառվող նորամուծությունները։ Այս պահին ռոբոտային վիրաբուժությունը որպես մեթոդ դեռ ներառված չէ ապահովագրության շրջանակներում, բայց առաջիկայում պետք է աշխատենք, հասկանանք վիրահատության ինքնարժեքը, հասկանանք դրա ծախսերը մի փոքր ավել Հայաստանի կոնտեքստում։ Հետագայում կքննարկվի, որ լապարասկոպիկ վիրահատությունների փոխհատուցման շրջանակում ռոբոտային վիրաբուժությունը նույնպես դառնա ապահովագրության փաթեթի մի մասը համավճարով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։